Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, Հայկական PR ասոցիացիայի հիմնադրման 19-րդ տարեդարձի օրը մարտի 27-ին տեղի ունեցավ շատ կարևոր քննարկում, հանդիպում, որի նպատակն էր միավորել հաղորդակցության, հանրային կապերի եւ մեդիա ոլորտի մասնագետներին, քննարկելու ոլորտի խնդիրները, ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Սա կարծում եմ հատկապես մեզ համար շատ հետաքրքիր թեմա է, իսկ մեր հյուրը ել ավելի կմանրամասնի ինչ է տեղի ունեցել։ Տեսնենք ստացվեց մեր հյուրի մոտ, թե ոչ։ Մեր հյուրն է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուրնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լավ։ Ընտիր։ Ձեզ մոտ արդեն լուսավոր տրամադրություն է։ Մեզ մոտ գարուն է, այո։ Շատ լավ սկսել եմ։ Այո, չնայած որ խցանումները այսօր շատ էին, բայց ամեն դեպքում Ինչին օրերին այո, շատ ծանր ենք սկսել։ Այո։ Աստղիկ, թույլ տվեք հարցնել, որովհետև հատկապես դե մեդիան մեզ հետաքրքրում է PR-ը, որը վերջերս է դարձել նորաձև ի տարբերություն կրթությանը, որ երևի թե վաղուց է եղել նորաձև, բայց PR-ը այնուամենայնիվ հիմա է շատ նորաձև եւ այդ առումով շատ հիմա, այսպես ասած, երիտասարդներ ունենք, որոնք կոնկրետ ուղղորդված գնում են մասնագիտությունը սովորելու։ Եկեք հիմա գնահատենք իրականում որքանով են գրագետ մեր երիտասարդների, այսպես ասած, գործունեությունը PR ոլորտում եւ արդյոք հանրությունը ճիշտ է հասկանում ինչ ասել է PR։ Նախ սկսենք նրանից, որ հանրությունը դեռ լավ չի հասկանում ինչ է PR ու PR-ի կարևորագույն կանոններից մեկը գրագետ հաղորդակցության իրականացումն է եւ այս դեպքում պետք է արձանագրենք, որ նույնիսկ շատ մասնագետներ իրենց գործը շատ կիսատ են պատկերացնում, որովհետեւ մեծամասամբ Հայաստանում կարծում են, որ ինչ որ մեկի էջը կառավարել է սոցիալական մեդիայում, դա համարվում է PR, բայց իրականում մենք գործ ունենք խորքային մի մասնագիտության հետ, որտեղ պետք է ըստ էության պլանավորել, հետազոտել, հետո կարողանալ որոշակի փուլերով գալ եւ ռազմավարական հաղորդակցությունը ձևավորել, եւ դա չի կարող մեկ օրում լինել, երկու օրում լինել, դա ժամանակահատված է, փոխհարաբերությունների շղթա է, որը պետք է ձևավորվի։ Այս առումով հստակ արձանագրենք, որ մասնագիտությունը այո, տրենդային է, մասնագիտությունը ամբողջ աշխարհում կարևորվում է եւ արդեն չենք խոսում PR-ի մասին, խոսում ենք ուղիղ հաղորդակցության մասին, իսկ մասնագետները կրթման կարիք ունեն եւ պարտադիր է կրթությունը։ Որտեղ կրթվեն։ Տարբեր տեղերում են կրթվում ըստ էության, բայց մենք արդեն ուզում ենք այնպիսի համակարգ սկսել, որ հաղորդակցությունը մանկապարտեզից սկսած դառնա բնորոշիչ, որովհետև յուրաքանչյուր մեկը որևէ բան անելուց առաջ նաև պետք է կարողանա ինքնաներկանալ, հաղորդակցվել, կոնֆլիկտները հաղթարել եւ պրոցեսները տանել, բայց մասնագիտական տեսանկյունից դրա համար կան բուհեր, դրա համար կան մասնագիտացված կառույցներ, որը ստեղծել է եւ վերջին տարիներին արդեն 10 տարեկան դարձավ Հայկական PR ասոցիացիայի ստեղծած Հայկական PR ակադեմիան, որը սկզբում կոչվում էր PR դպրոց, որտեղ վերապատրաստվում էին մասնագետները, այսօր արդեն ակադեմիա, որովհետև ռեբրենդինգի ենթարկվեց եւ որոշակի բաղկացուցիչներ մտցվեցին եւ այստեղ արդեն պրոֆեսիոնալները վերապատրաստվում են եւ ծանոթանում են նորագույն մեթոդներին, տեխնոլոգիաներին, հնարավորություններին։ Տեսեք, երբ ասում եք կարողանան ճիշտ հաղորդակցվել եւ այլն, որքան որ մենք խոսում ենք օրինակ խոսքի կուլտուրայից իր բոլոր դրսևորումներով, որի մեջ կարող է լինել ձայն, կեցվածք, ժեստ, ընտրված բառեր եւ այլն, շատ կխորանամ, կհասնեմ շունչ նաեւ, հա, որ շատերի համար շունչը դա բացառապես յոգային է վերաբերում, ձայնը դա երգիչներին է վերաբերում ու այսպես իրենք այնպես են տարանջատում, հիմա դուք PR-ի մեջ անգամ ներառեցիք, այսպես ասած, հա, հաղորդակցվելը, որովհետև շատերի համար ուղղակի եթե դու խոսում ես ու քեզ հասկանում են, ինչ որ ձայն է գալիս, ուրեմն դու հաղորդակցվեցիր։ Մինչդեռ կա գրագետ հաղորդակցվելու լրիվ այլ մշակույթ։ Եվ ինչպես դու անգամ սեփական անձդ կարողանաս ներկայացնել, այն որ ասում են գեղեցիկ փաթեթավորված էլ կարող ես ներկայացնել, որովհետև կան մարդիկ, որոնք ունեն շատ արժեքներ, բայց իրենք չեն կարողանում ճիշտ մատուցել։ Ինչպես ամենաչնչին մի գրիչը կարելի է այնքան գեղեցիկ տուփով մատուցել, որ մեկին թվա թե դա շատ օրիգինալ բան է, ուղղակի սովորական գրիչ է։ Մենք ուղղակի Հայաստանում սովորենք ավելի շատ խոսել գովազդի մասին, որը ըստ էության լրիվ հակառակ կողմն է եւ շատ փոքրիկ բաղկացուցիչ է, բայց հաղորդակցության կարևոր հանգամանքը նաեւ նրանում է, որ մենք կարողանանք այդ հարաբերությունները ձևավորենք իշխանության, հասարակության, մարդու, ընկերության եւ հասարակության, որտեղ ի վերջո բոլորս ինչ որ բան անում ենք, հեռուստաընկերությունը
իր գործառույթն է իրականացնում, բայց հեռուստատեսությունը նաև որոշակի մեխանիզմ է հասարակությանը տեղեկացնելու կամուրջը հանդիսանալու այդ փոխհարաբերությունների, բայց նաև պետք է կարողանա իր ստեղծած պրոդուկտը, որպես այդպեսին հանրայնացնել եւ տարածել։ Այսինքն շատերը պետք է իմանան, թե ինչ Դավիթը ճիշտ գծի արժեքներ են ստեղծվում ըստ էության եւ Comtalk-ի մասին դուք սկզբում սկսեցիք, ինչու մենք նախաձեռնեցինք այդ միջոցառումը, որովհետեւ ըստ էության մենք մասնագիտական դաշտում ունենք առանձին գործող անհատներ, որոնք շատ լավ իրենց գործը անում են, բայց մենք չունենք մշակույթ միմյանց հետ հաղորդակցվելու եւ միմյանց հետ նաեւ տեղեկատվության փոխանակություն իրականացնելու։ Եվ արդեն 19 տարիների մեր անցած ճանապարհը ցույց է տալիս, որ եկել է ժամանակը, որ պրոֆեսիոնալները պետք է գան մեկ հարթակ եւ ոչ թե հանդես գան որպես թշնամիներ, ինչպես որ ընդունված է շատ ոլորտներում դա անել, այլ հանդես գան որպես հաղորդակից եւ միմյանց հետ փոխհարաբերություն ձևավորող մարդիկ եւ կարողանանք այն լավագույն մասնագիտական հաջողված օրինակները բերենք եւ դարձնենք դրանք գործուն եւ մյուսների համար նաեւ մոտիվացիա։ Եվ ես վստահ կարող եմ ասել, որ 5 ժամ առանց ընդմիջման քննարկումներ են տեղի ունեցել, պանելային քննարկումներ են եղել տարբեր թեմաներով ու պետք է ասեմ, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ որակյալ բովանդակություն ենք ստացել, որովհետեւ եւ ներկաները եւ բանախոսները, որոնք փորձում են փոխանցել տեղեկատվությունը, հասկացան, թե ինչքան կարիք ունենք մենք այսօր ուղղակի բովանդակային առումով խոսել մասնագիտական այնպիսի հարցերի մասին, որոնք այսօր կան եւ ինչ մարտահրավերներ կան, որ վաղը մենք պետք է հաղթահարենք։ Ինչ մասնագետներ են այդտեղ փաստորեն լինում որպես դասավանդող, ինչ եք սովորեցնում։ Ամեն մեկը ըստ երևույթին ինչ-որ մի գործառույթ ունի, ինչ։ Comtalk-ը ընդհանրապես քննարկման հարթակ է, բայց մենք նաև ուսուցման կոմպոնենտն ենք դրել, որովհետև եթե որևէ մեկը ռազմավարական հաղորդակցության մասնագետ է, մեծ ընկերությունում իրականացնում է այդ հաղորդակցությունը, շատ լավ պատկերացնում է տվյալ ընկերության կառույցի եւ ներսում գտնվող փոխհարաբերությունները, որովհետև մենք գործ ունենք ինչպես արտաքին PR-ի, այնպես էլ ներքին PR-ի եւ հաղորդակցության հետ, ուրեմն պետք է նաև շատ լավ հասկանա ինչպես է այդ ամեն ինչը իրականացնում եւ պարզ է որ տարիների փորձառությունը բերում է որ մարդիկ միմյանց հետ քննարկում են եւ իրականացնում են այնպիսի ծրագրեր որոնք արդյունավետ են դառնում եւ այստեղ նաեւ շատ կարեւոր է թե ինչ մենտալիտետի համար է այդ ծրագրերը իրականացնում որ արդյունավետ լինեն օրինակներից մեկը կենտրոնական բանկի օրինակն էր որը ստեղծել այսօր, այսինքն այն ամենամեծ կառույցներից մեկն է, որը Հայաստանում արդեն արժեք է ստեղծել եւ կրթության վրա է շեշտադրում դրել, քանի որ ի սկզբանե բանկային համակարգի մարդիկ շատ դժվար էին խոսում եւ հաղորդակցվում եւ երբ որ եթերում որոշակի տեղեկատվություն փոխանցում էին, մարդիկ այդքան չէին ընկալում, թե ինչի մասին են խոսում, որտեւ իրենք խոսում էին մասնագիտական բառամթերքով, իսկ դրան որևէ մեկը չի տիրապետում բացի իրենցից։ Խնդիր էր առաջացել այնպիսի միջավայր ստեղծել, որ նաև լրատվամիջոցների կրթման արդյունքում հաղորդակցությունը հասարակության հետ այնպես ձևավորվի, որ մատչելի լինի։ Իսկ PR-ի կարևորագույն կանոններից մեկը նաև էթիկան է, թե ինչպես շփվել եւ ինչպես հաղորդակից դարձնել լսարանին։ Եվ այս դեպքում կենտրոնական բանկը վերցրել է մի ճանապարհ եւ իրենց մամուլի քարտուղարներից մեկը, որ երկար ճանապարհ էր անցել Զարուհի Բարսեղյանը, ներկայացնում էր այն կարևոր առաքելությունը, թե ինչպես մտածեցին եւ ստեղծեցին այցելուների կենտրոնը, որը հասարակության մոտ տարածված է որպես թանգարան, կենտրոնական բանկ, երբ որ այցելում են, նրանք գնում են, ծանոթանում են դրամի պատմությանը եւ բոլոր process-ներին, այսինքն իրենք հասկացել են, որ այն ինչ որ իրենք անում են, պետք է նախ հանրաճանաչ դարձնեն, ֆինանսական գրագիտությունը բարձրացնեն, խաղեր ստեղծեն, պատմություն ստեղծեն եւ այդ պատմության միջոցով փորձեն մարդկանց կրթել։ Իսկ սա լավագույն ճանապարհն է եւ կարծում եմ սա նաեւ հաջողված օրինակներից մեկն է եւ տարբեր ոլորտներում կարող ենք այս օրինակը ունենալ, որովհետեւ հաղորդակցություն միայն չի նշանակում կարճաժամկետ հաղորդակցություն 1-2 տարով։ Հաղորդակցությունը նշանակում է նաեւ ՑՄԱ հաղորդակցություն, իսկ դա նշանակում է, որ պետք է պլանավորված շատ լավ աշխատանք լինի։ Հիմա այս ոլորտում
մենք մասնագետներ շատ ունենք, թե չէ Հայաստանում։ Մասնագետներ շատ ունենք, մենք 5 պանելային քննարկում ունեինք եւ 5 պանելային քննարկման ընթացքում յուրաքանչյուրում 4-ական ներկայացուցիչներ էին տարբեր ոլորտների, բայց ելի մասնագետներ կան ու անընդհատ պետք է զարգացնենք, այսինքն որոշեցինք, որ դարձնենք այդ հարթակը պարբերական, շարունակական եւ քննարկումները իրականացնենք։ Մի քանի թեմաներ էինք կարևորել այս անգամ։ Դա այն էր, թե այսօր ինչ իրավիճակում է գտնվում հաղորդակցությունը եւ դեպի ուր ենք գնում։ Երկրորդը դա թվային հաղորդակցությունն էր, որը մեր օրերում շատ կարևորվում է եւ նաեւ դրա համար տարբեր մասնագետներ արդեն վերապատրաստվել են, ստեղծել են հատուկ կառույցներ դրա համար, որպեսզի իրականացնեն թվային հաղորդակցությունը։ Մյուսը ինֆլուենսեր հաղորդակցությունն է, որը այս օրերին շատ ավելի հայտնի է եւ ամբողջ համացանցը նաեւ այդ հաղորդակցության գերին է դարձել մի տեսակ, որովհետեւ ով ասես դրանով զբաղվում է, բայց ինչ արժեք է փոխանցում, դա լրիվ այլ բան է։ Եվ հետագայում նաեւ մենք քննարկեցինք ճգնաժամային հաղորդակցությունը, որը յուրաքանչյուր ընկերության կառույցի մոտ կարող է առաջանալ եւ չպլանավորված ոչ գրագետ աշխատանքից։ Եվ մյուս կարևոր թեման, որը քննարկեցինք, դա արդեն հեղինակության եւ ռիսկերի կառավարումն է, որը էլի մասնագիտության մեջ շատ կարևոր դերակատարություն ունի։ Ինչ ասել է հեղինակության եւ ռիսկերի կառավարում։ Սեփական անձի։ Եվ սեփական անձի եւ կազմակերպության, որովհետեւ մենք ժամանակի ընթացքում ձևավորում ենք այդ վստահությունը եւ դու դառնում ես կամ կարծիքի առաջնորդ կամ քո ընկերությունը դառնում է հանրահռչակված հեղինակավոր կազմակերպություն, որին մարդիկ վստահում են, բայց նաև պետք է կարողանաս ստեղծված այդ կերպարը արդեն պահպանել, որովհետև եթե ինչ-որ բան տեղի է ունենում շատ արագ մեկ օրում դառնում ես հակահերոս եւ մեկ օրում դառնում ես հերոս եւ այս սոցիալական մեդիայի եւ տեղեկատվական պատահաբար է լինում, թե դա արվում է։ Դա հաճախ արվում է, այսինքն դա միանգամից կատարվող գործընթաց է, որովհետեւ վերջին տարիներին նաեւ արձանագրել ենք, որ սոցիալական մեդիան հնարավորություն է տվել կեղծ լուրերի տարածման եւ կեղծ օգտատերերի շատացման։ Մարդիկ չեն սիրում իրենց դեմքով ինչ-որ բան ասել, այլ սովոր են ուրիշի անունի տակ ինչ-որ բան գրել, ասել եւ սովորաբար դա միշտ լինում է անգետ, անգրագետ, այո։ Հա, ինքը երևում է, որ չաշխատող էջ է, երևում է, որ այնտեղ ոչ մի բան չկա, ոչինչ գրանցված չի։ Հիմա եթե ինչ-որ անտեսանելի մեկը բրիտանացի գետնականների նման մտնում է, օրինակ ինձ վարկաբեկում է, որովհետև ինքը դրա համար ենթադրենք մի 10,000 դրամ գումար է ստանում։ Իրականում ինչ է դա տալիս, անդեմ մեկն է, չէ՞ խոսում այս մասին։ Այսինքն ինքը կարող է 3 այդ տեսակ էջ ունի, ընդամենը։ Ընդամենը որն է, այդ մարդը 3 չուներ 10,000 դրամ, այսօր արդեն ունի։ Եվ հոգեբանական շատ լուրջ խնդիրներ են, որովհետև սովորաբար նման մեկնաբանություններ գրող մարդիկ, այո, ինքնաբավ մարդիկ չեն եւ իրենք միշտ մտածում են, որ իրենց սխալների համար դիմացիներն են մեղավոր։ Սա եւս դաստիարակության մշակույթի որոշակի բան է, որ նաեւ դպրոցից սկսած պետք է փոխանցենք, որ յուրաքանչյուր մեկը ստեղծի եւ ուրախանա նրանով, ինչը որ ինքն է անում եւ ոչ թե ուրիշների արած իր համար աչքի փուշ է երևում։ Ինձ թվում է հաղորդակցության կարևոր տարի բառը ճիշտ չի հասկացվել շատ երկար տարիներ։ PR-ի կարևոր հենքերից մեկը նաև պատասխանատվությունն է։ Ինչքանով ենք մենք պատասխանատու հասարակության առաջ, ինչքանով ենք պատասխանատու մենք մեր ներքին կորպորատիվ հաղորդակցության մեջ, որովհետև դա էլ է շատ կարևոր։ Մեր մշակույթում այդպիսի բան կա, մենք ավելի շատ արտաքին PR-ին ենք, արտաքին հաղորդակցություն ենք ուշադրություն դարձնում, քան ներքինին, բայց ներսում աշխատող յուրաքանչյուր աշխատակից, սկսած մաքրուհուց մինչև տնօրեն, բոլորը ներքին հաղորդակցության կարևորագույն օբյեկտներ են եւ իրենց հետ պետք է որոշակի փոխհարաբերություն ձևավորել եւ վերջին տարիներին մեծ ընկերություններում տարածված է շատ team building իրականացնել, այսինքն թիմին այնպես անել, որ միմյանց հետ լավ փոխհարաբերություններ ունենան եւ սա օգնում է այդ հաղորդակցությանը։ Իսկ եթե այդ ընկերության մարդիկ չեն ուզում, իրենք օրինակ ավելի կոմֆորտ են զգում իրենց, երբ չունեն լավ հարաբերություններ, որովհետեւ նախ դա սովորություն է, հետո արդեն
Դա լինում է, չէ՞, իրանք երկար տարիներ տենց ապրել են, իրանք սիրում են այդ մթնոլորտում շարունակել։ Մի քիչ բարդ է լինում, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ որոշակի ժամանակահատված հետո արդեն ինչքան է ժամանակահատվածը։ Ընդհանրապես հաղորդակցությունները շատ երկար են ձևավորվում եւ ամենակարճը 6-ից 1 տարվա ընթացքում գոնե կարող ենք որոշակի արդյունք արձանագրել, այնպես որ բան չի դեռ ուշ չի։ Ես իմիջիալոց պատասխանատվություն բառի տակ ուզում եմ մի հետաքրքիր թեմայի անդրադառնալ, որի երևի բաց թողումը ես էլ եմ ունեցել։ Մենք ծնողներս, հատկապես գուցե մամաները, այտենց փորձում ենք ամեն ինչից ապահովագրել մեր երեխաներին, իրականում սիրուց ելնելով, բայց մի կարևոր տարբերություն կա, որ ես շատ հաճախ տեսնում եմ դրսում երիտասարդ ծնողների վարքագծի մեջ, որը մեզ մոտ չեմ տեսել, եւ դա երևի թե գալիս է նաեւ մեր դասյարակությունից, երբ երեխան ինչ-որ բան է անում, ասում է դե դու որոշի, միևնույն է դու ես հետո պատասխան տալու, եւ դնում են այսպես ասած մի ծուղակի մեջ երեխային, ինքը մտածում է հիմա անի, չանի, թե եւ երեխան նստում է հետո։ Այո, մենք սովորաբար կամ արգելում ենք միանգամից ապահովագրելով վտանգը, որը կարող է լինել, կամ չգիտեմ, գուցե այն զգացողությունը, որ երեխան կարող է ապրել, մենք չենք ուզում, որ երեխան ապրի, դա էլ ինչ-որ սիրո դրսևորում է։ Գիտես արդեն, որ եթե արեց մի բան լինելու հետո ինքը իրեն սենց է զգալու, ավելի լավ է ես միանգամից բացառեմ եւ ինքը այդ ապրումները չունենա։ Մինչդեռ դա սոցիալական միջավայրում, այսպես ասած, աճելու եւ սեփական արմատները ունենալու սեփական փորձով իրողություն է, որը մենք իրականում անում ենք։ Եկեք ընդունենք, որ դա լինում է սիրո դրսևորման հետևանքով, ես ուրիշ անուն չեմ կարող դնել։ Այս սա խանգարող հանգամանք է իրականում, որ մենք այդ պատասխանատվությունը արված սխալի չենք թողնում երեխայի որոշման վրա եւ ինքը որ մեծանում էլ է չի հասկանում, որ պատասխանատվություն բառ կա, դրա համար օրինակ, չգիտեմ, օրինակ Դավիթին աշխարհի վերջի բառը գրում է, բայց չի տեսել երբեք Դավիթին, չի ճանաչում։ Այո, անգամ որ ասես հաղորդավարա չգիտի, ինքը մտածում էր Դավիթը քաղաքական գործիչ է, այդքան չէր ճանաչում։ Դրա համար ինչ որ բան գրելուց միշտ արձագանքում են, չէ՞։ Իրականում այո, դա մեջ հայ ծնողների նաև սխալի արդյունքն է, որովհետև մենք այնքան հոգատար ենք, այնքան երեխայակենտրոն ենք, որ ուզում ենք ամեն ինչ անել երեխաների համար, բայց չենք էլ թողնում տեղ մտածելու, ընտրելու։ Մի քանի օր առաջ, այո, իմ աղջիկը ԱՄՆ-ում է սովորում եւ մագիստրատուրա ընդունվելու փուլն է իր, ավարտում է արդեն, եւ ինձ ուղղակի մեղադրեց նրանում, որ ես որևէ կերպ չեմ աջակցում, իսկ իմ աջակցությունն էր, որ ես պետք է ազդեի իր որոշման կայացման վրա։ Ես պարզապես թողել էի որոշումը, այո, ինքը կայացնի, որովհետև ինքն է որոշում։ ԱՄՆ-ում է շարունակելու, Եվրոպայում, թե Հայաստանում ինքը պետք է որոշի, որտեղ ես չեմ իր կյանքի տերը ըստ էության, եւ ինքը դա պետք է կայացնի այդ որոշումը։ Այն երեխաների համար, որոնք միշտ շատ այսպես հոգատարություն են զգացել, իրենց համար մի քիչ դժվարանում է այդ process-ը, հատկապես երբ որ քո կողքին են ապրում։ Այս դեպքում դու շատ մեծ պատասխանատվություն ես զգում, բայց իմ դեպքում մի քիչ ես այդ փուլը հաղթահարել եմ, որովհետև երկուսն էլ աշխարհի լավագույն բուհերում են սովորում ու հնարավորություն են ունեցել ինքնուրույն անցնել այդ ճանապարհը, ու ես հիմա հասկանում եմ, որ եթե մենք իրենց թույլ ենք տալիս հնարավորություն զարգանալու եւ իրենց ճանապարհը կերտելու, իրենք հետո յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ երկար կմտածեն։ Սոցիալական մեդիայում հայտնված յուրաքանչյուր մեկը, որը հանիրավի վատ մեկնաբանություններ է գրում, հայհոյանքներ է գրում, ինչ որ բան է անում, ես ուղղակի մտածում եմ, որ այս երեխեքը, այս մարդիկ սիրո պակաս են ունեցել եւ դրա արդյունքն է։ Կրթության եւ սիրո։ Եվ այո, սերը, կրթությունը այդ ամեն ինչը փոխկապակցված է։ Սովորաբար երբ որ մենք մեր երեխաներին չենք սիրում, չենք էլ ստիպում, որ նրանք կրթվեն։ Դա դառնում է սովորական բան։ Իսկ կրթվելը դա միայն այն չի, որ բարձրագույն կրթություն պետք է ստանա մարդը։ Կրթվելը դա, այո, որպես ինքը հետո նաև դաստիարակի երեխա, ինչպես որ մենք ենք դա անում։ Ու դրա համար մենք որոշակի կանոններ մեր մայրական, ես պետք է ասեմ, որ մայրերն են իրականում այդպիսին, որովհետև մայրերը իրենց երեխաներին հաճախ համարում են իրենց սեփականությունն է եւ սկսում են այդպես վարվել երեխաների հետ, բայց իրականում մենք պետք է մի քիչ այդ հայկական մտածողությունը սիրենք, ամուր պահենք մեր ընտանիքը, բայց նաև սրա հետ միաժամանակ թույլ տանք, որ նրանք լինեն ազատ անկախ մտածողներ ու որոշում կայացնողներ։ Որովհետև հետագայում ստեղծված խնդիրները էլի դա արդեն քո խնդիրներն են։
Հետո որևէ մեկը չի կարող հաղթահարել այդ խնդիրները, ու սա եւս հաղորդակցություն է։ Մենք երբ որ խոսում ենք հաղորդակցության մասին, միշտ մտածում ենք, որ անպայման ընկերության կառույցի ինչ որ բանի մասին, բայց ընտանեկան հաղորդակցությունը, մարդկային փոխհարաբերությունները, դրանք եւս այդ կարևոր տարրերն են, եւ սա եւս պետք է մեզ համար դառնա կրթական, դաստիարակչական, ուսուցողական եւ նաեւ փորձենք մեր կողքի մարդկանց գնահատել, որովհետեւ գնահատման մեխանիզմն էլ շատ կարևոր է։ Ովքեր են մեզ ճանապարհ ցույց տալիս, ով է դառնում են լավ օրինակը, որին մենք հետևում ենք։ Մենք կարծես թե այդ արժեքային բացթողումները այսօր ունենք, հերոսի կերպար չունենք, մտավորականի կերպար չունենք, ամեն ինչ խառնվել է իրար, ամեն ինչ զատվել է, ու այս խնդիրները մենք պետք է կարողանանք։ Իմիջիալոց էդ էլ PR-ի արդյունքում շատ արագ եկավ մեր իրականություն, որովհետև մի ժամանակ ունեինք հերոսի կերպարել, չասենք PR-ի, ասենք մանիպուլացված հաղորդակցության, որը ըստ էության նաև պետական գործիչների, կառույցների կողմից իրականացվեց, որը շատ վատ է հասարակության կայացման համար։ Ամենավատն է, որ երբ մենք օրինակ նման որոշումներ ենք կայացնում, եթե մենք խոսում ենք, որ երեխան կրթվում է, դա առաջին հերթին մեզ է պետք, որովհետև կրթված երեխան գիտի ինչ է նշանակում ծնողի հանդեպ հարգանք, պատասխանատվություն, ծերության ժամանակ դու օրինակ չես հայտնվի ծերանոցում, որովհետև ճիշտ ես կրթել ու դաստիարակել ու բավարար սեր ես տվել։ Այսինքն այս հլա առաջին հերթին մենք մեզ ենք օգնում։ Հիմա հարց, երբ որ օրինակ այդ պետական դաշտը որոշեց, որ պիտի արժեզրկվի, վաստակավորը, արվեստագետը, ուսուցիչը, հերոսը, զինվորը, այդ հայհոյանքը տարածվեց, հիմա կանայք այնպես են հայհոյում, տղամարդիկ են որ ասում են շատ պիտի հաց ու պանիր ուտեն, եւ իրականում հայհոյում են բոլորին, դերասանին, երգչին, քաղաքական գործչին, այն մեկին, էական չիում, փողոցում ասնող մարդը։ Ինչ որ իմիջիալոց ես նկատել եմ, եթե կա ինչ որ մի նյութ, որի տակ այսինքն միանգամից գրվել են լավ բաներ, դու հասկանում ես, որ դրանք վախենում են ինչ-որ վատ բաներ գրել կամ զսպում են։ Այնտեղ, որտեղ հենց միանգամից մի երկու վատ մեկնաբանություն կա, վերջ են, որ ասում ես, լրիվ տարերքի մեջ են հայտնվում, եւ մտնում ես էջ, տեսնում ես թորը գիրկը նստած է, իբր ինքը տենց ստատիկ է, բայց ինքը աշխարհի ամենավատ բառերը գրել է։ Ես իմիջիալոց հենց այդ կանանց ասում եմ, սթափվեք, ինչի։ Հիմա եթե մենք խոսում ենք օրինակ այդ պետական մակարդակով այս ամեն ինչը արժեզրկելու մասին, խնդիրն այն է, որ երբ որ դու բերում ես այդ դաշտը հանրության, այդ տեսակ արժեզրկման, ինքը քեզ էլ չի հարգելու, քո օրենքներն էլ չի հարգելու, ինչու պիտի ինքը օրինակ հարգի, ոնց է տենց բան լինում։ Գուցե դա պետք էլ չի, որովհետեւ բայց այսինքն ես հանգիստ կարող եմ քեզ էլ հայհոյել, քո ընտանիքին էլ հայհոյել, չէ՞։ Այո, դա դարձավ վերջին տարիներին հատկապես դա դարձավ մշակույթ, չասեմ մենք մշակույթը միայն լավ իմաստով ենք հասկանում, բայց դարձավ մշակույթ։ Հայհոյելու մշակույթ դուսուս ասում եմ։ Եվ չգիտես ինչու շատ տարածական դարձավ, մենք այդքան չենք մտածում, չէ՞, որ մեր հասարակությունը այդքան հայոյող կանայք ունի, երբեք ու երբեք հայ կնոջ կերպարը լրիվ այլ կերպ ենք պատկերացրել, բայց արի ու տես, որ մեր օրերում մտնում ես, տեսնում ես մեծ ընտանիքը Գերդաստանը կողքը նստած, բայց ինքը ամենավերջին հայոյանքն է գրել, ընդ որում սա նաև նրանց է գալիս, որ մարդիկ չեն կարդում բովանդակություն, մարդիկ կարդում են շենշրոխ վերնագրեր, կարդում են կլիկաբեր վերնագրեր, որոնք ըստ էության տվյալ լրատվամիջոցին կամ սունկ կայքին բերում են լավ դիտումներ, բայց սրանց ազդեցությունը շատ ավելի վատ է լինում, որովհետև մարդը մտնում է, կարդում է այդ տեղեկատվությունը, դառնում է այդ տեղեկատվության գերին, մանիպուլացված տեղեկատվության վրա միացված է գովազդ եւ թիրախային հասնում է հենց նման մարդկանց եւ սոցիալական մեդիան կառավարելու համար շատ կարեւոր է նաեւ որ յուրաքանչյուր մեկը լինի մեդիագրագետ, հասկանա տեղեկատվությունը որտեղից վերցրեց, կարդաց, դա ինչ աղբյուր ունի, արդյոք ճիշտ է, ճիշտ չի, այսինքն կարողանա դրան չի նայում։ Հիմա այդ վերջին դեպքը որ ես պատմել եմ, հիմա դուք նզբաներ եք ասում, մարդիկ լսում են, ասում են, նախ ինչո մեդիագրագետություն պետք է բացատրես ինչո մեդիագրագետություն։ Չէ, բայց դու մեդիագրագիտության էլ չենք հասնում։ Խնդիրը հետեւյալն է, որ դու ընտրում ես մեկին ով այդ պահին ասենք թե քննարկվող եւ դու գիտես որ ինքը շատ դիտում է քեզ բերելու, ինչպես եղել էր իմ դեպքում, երբ իմ եղբոր հետ նկարը գցել էին, նախ լրիվ ուրիշ բանի մասին էր հարցազրույցը, բայց այդ հարցազրույցը վերցրել էին, նկարը փոխել էին եւ գրել էին վերևում, ինչու չստացվեց Անուշիկ Առաքելյանի երկրորդ ծիրավեպը, հետո ես ասացի ինչու Ժորժ ջան, որտեվ աղբերս ես։ Բայց քանի որ դուք գիտաբար կարող եք այդ նյութը վերցնել, որտեղ գրված է օրինակ բան, ինչ է գրված,
օրինակ հիմա գովազդի դաշտում այս 30 տարվա մեջ բան չի փոխվել, աննախադեպ բառը մնացել է նորաձև, ինչպես ասում են, եւ այդպես կգրեն ինչ որ բանը աննախադեպ նորություններ կամ հա, օ շոկ, չգիտեմ ինչ որ վատ վերնագրեր եք ընտրում, տենց շատ պրոզայիկ, շատ տենց տխուր լոգոներով բան շատ ուժեղ է, որովհետեւ ախպերս էր։ Հա ու գրում են տակը բանը, սա շոու բիզնեսն էլ է տա, ամբողջ օրը բաժանվում են, բանը, հիմա էլ սրան է գտել, ժողովուրդ համբերեք, եղբայրս, մի հատ ճշտեք, գոնե, մեր այդ մեկն էր, որ տակը գրել էր, բայց հարցազրույցը լրիվ ուրիշ բանի մասին էր, վերնագիրը լրիվ ուրիշ բանի մասին, գոնե նայել էր, որովհետև հիմա անգամ չեն էլ կարդում վերնագիրը մինչև վերջ, որ sense կիսատ բերում է, այդքանն են ֆիքսում, սերֆինգի տարբերակով թերթելով գնում են եւ դրա արդյունքում միակ որոշակի բառեր են։ Միակ դրա դեմ առնելու միակ բանը դա կրթությունն է։ Եվ խորքային կրթություն են, ինչ որ այսօր մեր դպրոցներում տեղի ունենում խայտարակություն է, որովհետև համապատասխան կառույցը պարբերաբար կայացնում է որոշումներ, որոնք խորքային վերլուծության արդյունք չունեն, ու մենք անընդհատ հայտնվում ենք ինչ որ իրավիճակներում։ Շատ դպրոցներ կան, որ ուսուցիչների պակաս այսօր ունեն, բայց ատեստավորման արդյունքում այն ուսուցիչները դուրս են մնացել, որոնք տարիների վաստակ ունեն։ Այսինքն մենք եթե այսպես խոսենք, շատ խորքային բաների մասին ենք խոսելու, բայց ամեն դեպքում հույս ունեմ, որ ձեր եթերը նաև հնարավորություն է տալիս այն մարդկանց, որոնք դիտում են, նայում են, նաև հասկանան, որ յուրաքանչյուր տեղեկատվություն չի կարող ճշմարիտ լինել, յուրաքանչյուր տեղեկատվություն չի կարող հավաստի լինել, ու դրա համար մեզ համար շատ կարևոր է, որ մինչև կվերցնենք մեր ձեռք այդ մեկնաբանությունը գրելը, մի հատ ուղղակի ուշադիր կարդալ, գնալ մտնել եւ տեսնել, որտեղ ինչ կա, ի վերջո կամ պաշտոնական եւ այլ հրապարակումներ, որոնք կարող են փոխել իրավիճակը։ Նույն ռավաբանությամբ, ոնց որ մենք հարևաններով սուրճ խմության արարողության ժամանակ խոսում ենք Մարուսի թոռան ամուսնալուծության մասին, պատճառն ենք ասում ինչ է եղել, պարզվում է Մարուսի թոռը եկել էր դարձ ուղակի չէր ամուսնացած։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը սիրում է լսել ավելի շատ ընտանեկան պատմություններ, այսինքն շատ ավելի դիտելի են այն հաղորդումները, որտեղ շատ անձնական փոխհարաբերությունների մասին են, ու դա նաև սերիալային տրամաբանություն է բերում, մարդիկ սիրում են անընդհատ ընտանիքներում ունեն խնդիրներ եւ ուզում են, որ դիմացինը ավելի մեծ խնդիր ունենա, որ ինքը մի քիչ արդարացված լինի։